Հայկական բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ սկաուտական 7-րդ ճամբարի առաջին հանգրվանի հրաժեշտի արարողությունն է 14 օր նվիրված հայրենաճանաչությանը, սկաուտական կյանքին ու ակտիվ հանգստին։ Աշխարհի տարբեր կողմերից հայրենիք եկած սփյուռքահայ երեխաները այսօր ավելի շատ տխուր են, վերջին 14 օրերի ընթացքում նման զգացողություն չեն ունեցել։ Այս արարողություններով նրանք հրաժեշտ են տալիս ոչ միայն ճամբարին, նոր ընկերներին ու հանգստին, այլև հայրենիքին։ Նրանցից շատերը հաջորդ տարի պարտադիր կվերադառնան։ Շատ դպավորված է անցյալ տարի ուզեցի այս տարի ակալ եւ հետս բավական ընկերուներ բերի եւ իրենց ալկաչալերեցի որ մասնակցին եւ եկան սկիզբը շատ ոգևորված չէին, բայց քանի օր հետո սկացի որ շատ կսիրեն որ եւ հիմա մենք խոսենք որ որոշենք որ կալդարի ավիթի կանք եւ ինչ պիտենք կալդարի ավելի հակուստ պիտի բերենք որտեղ վաղ է։ Ես մանագում եկա որ ընկերներս հետ դեսնվին որ դարները չէի դեսած արդեն իրենց հեռանալու պատճառով ուրախ ժամանակ անցինք միասին մեզի բանակումով շատ տեղեր կացինք։ Հպարտ քայլերով Հայաստանի պետական օրհներգի հնչյունների ներքո սկաուտները քայլում են դեպի ճամբարի հրապարակ, որտեղ իջեցնում են այն երկրների դրոշները, որտեղից ժամանել են հայ երիտասարդները։ Դրոշակի արարողությունը սկաուտական կյանքի ամենապաշտոնական միջոցառումներից մեկն է։ Այստեղ նախ ելույթ ունեցավ սկաուտական ճամբարի ընդհանուր պատասխանատուն Գևորգ Սանթուրյանը 7-րդ բանակումի առաջին հանգրվանը հաջողված է համարում։ Մեր երեխեքը ոչ թե Բարզ հիշողությամբ պիտի վերադառնան, հանգրվանը ավարտել է վերջ, այլ ամրագրված պիտի լա իրենց մեջ ասկային այնպիսի ապրումներ, որոնք օր ավելի պիտի շեշտավորվին։ Դրոշակի արարողությունից հետո սկաուտներն ու Հայաստանից ու կրկին աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերը շարժվում են դեպի դեռ չվառվող խարույկը։ Խարույկահանդեսը սկաուտական կյանքի անբաժանելի մասն է։ Այս կերպ վերջիններս ջերմացնում են իրենց եւ հյուրերի սրտերը։ Այս տարի խարույկն այրելու պատիվն ընձեռվեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Երևանի գրասենյակի փոխտնօրենին, հոգևոր Հովվին եւ սկաուտական ճամբարի ընդհանուր պատասխանատուին։ Սկաուտական ճամբարը անշուշտ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որ կազմակերպում է ինքնանպատակ չէ։ Դա ոչ միայն զուտ սկաուտական սկզբունքների կիրառական նշանակություն ունի, այսինքն սկաուտական ճամբարայի մթնոլորտ, գիտելիքներ, մարզանքներ, վարժանքներ, դա առաջին հերթին ուղղված է հայրենաճանաչությանը։ Խարույկն այրելուց հետո երեկոն ավելի հետաքրքիր դարձնելու գործը սկաուտներինն է, այնինչ սովորել էին վերջիններս անցած 14 օրերի ընթացքում ներկայացնում են հյուրերի դատին։ Սկաուտական ճամբարն այսպիսով չի ավարտվում Լոռու մարզում, հերթը երկրորդ հանգրվանին է։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հարյուրավոր երիտասարդների ու պատանիների դեռ ընձեռելու է լիարժեք հանգստի հնարավորություն։ Սփյուռքահայ երեխաներին, պատանիներին եւ երիտասարդներին հայրենիքին ավելի մոտեցնելու Հայկական բարեգործական ընդհանուր միության եւս մեկ նախաձեռնություն հաջողությամբ ավարտված է։ Սարգիս Գոքորյան, Մոլորակ։